Կրկին վերադառնանք 2025 թիվ նոյեմբերի 13, երբ այստեղ ներխուժեցին այս աշխատավայրը, սկզբից այսպես նրանք ովքեր որ խուզարկություններ պետք է անեին, հետո հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը եւ այն օպերատիվությունը, որ իրենք էին կարողանում իրականացնել, ես ենթադրում եմ, որ մինչեւ ուժային մի քանի կառույցներում կոլեգիայի նիստի ժամանակ որոշում է կայացվել անցկացնել հրամանատարաշտաբային զորավարժություններ եւ որի արդյունքում պետք է ներխուժել, գրավել, փակել, այդպես բռնել, ստորացնել, հետո տանել եւ նորից փակել եւ այդպես եւ ընդ որում ասում եմ ոնց հերոսաբար, չէ՞, ասես հերոսաբար մի քանի դիվիզիա կա, մի քանի զորավարժություններ են արել այդ առումով, հետո զորավարժություններից հետո նոր նոյեմբերի 13-ին եկել են, այսպես։ Իմիջիայլոց 3 էլ էր նույն վիճակը, տեսեք դատարանի մոտ 4 կողմեցության խճուղին ոստիկանությունը առնվազն մի երկու անգամ ավելի շատ էր խնդերի ժողովուրդը վստահաբար Ես գիտեք ինչի մասն է խոսում վախերի այսինքն վախերի դրսևորման տարբեր ձևեր կան ինքը իբր ուժի ցուցադրություն է անում մարդկանց վախեցնում է եղբայր եթե դու վախեցող չես այդքան ոստիկան ուղարկում ես որ ինչ անես այդ մի քանի հազար քաղաքացին ինչ պիտի անեն Ուրեմն ես երեք դիտում եմ այդ կադրերը, նաև երեք Թեհրանի փողոցներում ժողովրդի մեջ ազատ առանց թիկնախմբի քայլում էր երկրի նախագահը եւ անդամության խորհրդի Այ երկրի իրական առաջնորդները այդպես է մարդիկ ռմբակոծությունների, հրթիռակոծությունների առանց թիկնախմբի դուրս են եկել փողոցով միակ մարդը, որը մի քանի հոգի ես այդպես մասնագիտորեն նայեցի իրենց մոտ գլխավոր դատական խորհուրդ կա, ասենք այսպես գլխավոր դատավորը, որը հոգևորական է։ Նա մի 2-3 հոգի հետևը կանգնած են թիկնախմբով։ Բայց եւ Փեզեշկյանը եւ Լարիջանին, այսպես քայլում են սովորական, մարդիկ բարևում են, ողջագուրվում են, խոսում են, առաջնորդը այդպես է լինում։ Այս ոստիկանությանը տնից, տեղից, կտրում է շրջաներից, գյուղերից, լցել է Սերևան, այդ գյուղերը դատարկում ես որ ինչ։ Սա վախերի մասն է խոսում, հա, այսինքն ոստիկանական համակարգը իշխանությունների ոչ թե ուժի մասն է խոսում, այլ թուլության մասին։ Ես միշտ զուգահեռ եմ բերել 90-91 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը երբ իր կեցավայից, որը հիմա այդ կառավարական ամառանոցն է, գալիս էր Բաղրամյան 26։ Մեկ հոգի հետը մի 10-15 մետր հեռավորության վրա մի հոգի էլ ուսին գցած կարճ ավտոմատներից, ԱԿՍ-ներից։ Երկու հոգով, ոտքով, քայլելով Դեմիրճանով գնում էր։ Ես էլ այդ կողմերն էի բնակվում, առավոտյան որ գնում էինք հացի, նայում ենք թե երկրի նախագահ, այսինքն ընտրված նախագահ, որը վախեր չունի, ընդհակառակը իր քաղաքացիները մոտենում էին, հետո զրուցում էին, հա, ինչ որ հարցեր էին տալիս։ Հիմա այս ոստիկանության քանակը, ասում է, երկնքում աստղերին թիվ կա, սրանց ոստիկանության գլխաքանակին թիվ չկա, եղբայր։ Ամեն քայլափոխի, որտեղ գնում ես, խումբ կանգնած, սա ինչ որ ակետից բեկետ գնում է, ուրեմն բոլոր տեղերը, որտեղ, ասենք, շենքի բակ ես մտնում, մի մետր տարածություն է, որ այդ փողոցից կարող ես աճ կամ ձախ թեքվել, 2-3 ոստիկան կանգնած են։ Այսինքն ամեն պահին սպասում են, որ կարող է այս շենքի կողքից, շենքի վերևից, շենքի տակից մարդիկ հարձակվեն, բռնեն, պատառոտեն։ Մոռացել է գնացել էր բունկերում, թաքնվել էր հազիվ գնացին խնդրել։ Համոզեցին բունկերից բաները։ 18-ին ազգային ժողովում ինչ էր անում, դարպասները հանեց, պարիսպները հանեց, ժողովուրդ ջան, բայց ձեզնից մեկն եմ, 3 միլիոն վարչապետ, եկեք այստեղ ֆռացեք։ Բա հիմա ինչ։ Այսինքն հիմա մենք ապրում ենք այն իրականության մեջ, որի համար իրեն բերել էին։ Այսինքն այն ժամանակ թատրոններ, հիմա իրականություն է։ Եվ իրականությունը խոսում է ոչ միայն Նարեկի ու Վազգենի մասին, իրականությունը խոսում է մեր հոգևորականների մասին։ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ է 10-ից 13-ը։ Երրորդ օրը կանչում են թեմակալ առաջնորդներին քննչական կոմիտեներ, որովհետեւ ձախողեն այդ նիստի որոշումների կայացման ժամանակ այդ մարդկանց ներկայություն։ Կանչում են բոլորին, կանչում են անխտիր, եթե չեն սխալվում վեհապարնել եմ ոնց որ ինչ որ
գրություն են ուղարկել, թե ինչ են արել, վեհապարները իրանց է ուղարկել այսպես հեռու կամ փաստաբանները ենթադրում եմ։